Հալելույա, փառք Տիրոջը։ Եվ հիմա կուզեմ անցնեմ խոսքին։ Եկեք բացենք Փիլիպպեցիս թուղթը, երկրորդ գլուխ, առաջին խոսքից եկեք կարդանք։ Արդ եթե մխիթարություն կա Քրիստոսով, եթե սիրո սփոփություն, եթե հոգու հաղորդություն, եթե գթացություն եւ ողորմություն, ապա լցրեք իմ ուրախությունը, որ նույն միտքը ունենաք, նույն սերը ունենալով, միաշունչ, միևնույնը խորհեք, ոչ մի բան չլինի գրգռումով եւ ոչ էլ սնապարծությունով, այլ խոնարհությունով, թող ամեն մեկը մյուսին իր անձից ավելի լավ համարե։ Մենակ ձեր անձերի բաներին մտիկ չտաք, այլ ամեն մեկը իր ընկերի բաներին էլ։ Շատ լավ, այստեղ եկեք կանգնենք։ Իրականում շատ կարևոր խոսքեր կա այսօր ամեն մեկիս համար, ուզում եմ խոսամ մի նույնպես շատ կարևոր թեմայով, որ բավականին երկար ժամանակ է, այլի սրտումս կա խոսելու, ուզում եմ խոսամ այսօր միաբանության կարևորության մասին, միաբանության զորության մասին, սիրելիներ, եւ միասին վերհիշենք, միասին խորասուզվենք Աստծո կամքի մեջ, Աստծո խոսքի մեջ, հա, վերանայելու այս արժեքի, այս ճշմարտության կարևորությունը, խորությունը, նրա զորությունը։ Իհարկե, երբ որ խոսում ենք մի բանից, չի նշանակում, որ այդ բանը բացակայում է, բայց մենք ընդհանրապես ամեն բաների մեջ կանչված ենք առաջադիմելու։ Երբեք չկա մի բան հոգևոր կյանքի մեջ, որ մենք ասենք, գիտես, մենք հասել ենք։ Մենք չենք կարող ասենք, որ սիրո մեջ մենք արդեն թագավորում ենք, որ միաբանության մեջ արդեն թագավորում ենք, որ խոնարհության մեջ թագավորում ենք եւ մնացած բաների, հա, բոլոր արժեքները, որ այստեղ մեր մեջ ունենք, որպես եկեղեցի կամ որպես Աստծո ժողովուրդ, մենք ինչ որ չափով ունենք, քայլում ենք, ապրում ենք դրա մեջ, բայց միշտ կարիք կա առաջադիմության, միշտ կարիք կա առաջ գնալու։ Աստծո խոսքը կասի փառքից փառք, զորությունից զորություն, ամեն, մենք միշտ կարիք ունենք առաջ գնալու։ Պողոս առաքյալը ասում է, ես հետևի բաները մոռանալով դեպի առաջի, դեպի իմ արժևում եղած բաներն եմ ձգտում, այսինքն միշտ մենք պետք է ունենանք ձգտում քրիստոնյայի կյանքը կդադարի պտղաբեր լինելուց, երբ որ ինքը մտածի, որ ինչ որ հարցում արդեն գագաթնակետին է, ինչ որ հարցում արդեն հասել է, հա, գիտես, ցանկացած միայն քրիստոնյան չէ, ցանկացած մարդ, ցանկացած ոլորտում, երբ որ դու կարծում ես, որ արդեն հասել ես ինչ որ միտեղ, այդտեղ սկսվում է քո անկման սկիզբը, այդտեղ սկսվում է քո անպտղության սկիզբը, հա, բոլոր ոլորտների մեջ, դա կլինի ընտանիքում, կլինի բիզնեսի մեջ, կլինի ուսման մեջ, կլինի ցանկացած տեղ, փոխհարաբերությունների մեջ, երբ որ մտածում ես, որ ամեն բան արդեն հասել ես տեղ, դա քո անկման սկիզբը կարա լինի։ Դրա համար այն ամեն բաներից, որ մենք խոսում ենք, որպեսզի ավելի առաջադիմենք, ավելի պտուղ բերենք եւ հայրը ավելի փառավորվի մեր մեջ։ Հալելույա։ Եկեք հասկանանք, բոլորս կարծում եմ հասկանում ենք, որ մեր այսօրվա հասարակությունը, մեր այսօրվա ժամանակները, գիտես, ամեն բան տանում է ինդիվիդուալիզմի, անհատականության, հա, այսինքն այսօրվա գաղափարախոսությունը մեր այս դարի հասարակության սա է, որ քո կյանքը, քո անձը, քո կոմֆորտը, քո բարիքը, քո, հա, իմ, ամեն ինչում շեշտը դրված է մարդու անհատականության վրա։ Իհարկե սա ունի իր առողջ կողմը, չափի մեջ Աստված ինքը նույնպես բարձրացնում է մեզ որպես անհատներ, անհատականություն Քրիստոսի մեջ, բայց աշխարհը մի տեսակ ավելի դիվային տեսանկյունից է սա ուսուցանում մարդկանց, սա ներարկում մարդկանց մեջ, որը որ ցավալի է։ Եվ այս ինդիվիդուալիզմը մենք տեսնում ենք, որ իր գագաթնակետին է հասնում մեր այսօրվա ժամանակների մեջ։ Ու գիտես, միաբանության արժեքը մենք հասկանում ենք, որ աշխարհի մեջ միաբանության արժեքը արդեն դիֆիցիտ է, այս արժեքը ոչնչացման ճանապարհին է, ոչնչացման եզրին է։
Եվ տեսնելով այս ամեն բաները մենք պետք է հասկանանք մի կարևոր բան, որ մեզ համար, որպես Աստծո ժողովուրդ, որպես Աստծո եկեղեցի, մեզ համար սա մարտահրավեր է պայքարելու, պահպանելու միաբանությունը, որպեսզի մենք պայքարենք, սա մեզ համար մարտահրավեր է, մենք որ ապրում ենք մի հասարակության եւ մի ժամանակաշրջանի մեջ, որտեղ որ շեշտը դրված է անհատականության ու էգոիզմի վրա, մեզ համար մարտահրավեր է ամեն մեկիս համար պայքարել միաբանության արժեքը բարձրացնելու։ Ամեն, դա կլինի եկեղեցու մեջ, դա կլինի ընտանիքի մեջ, դա կլինի փոխհարաբերությունների մեջ եւ տարբեր մեր կյանքի բնագավառներում, գիտես, մենք պիտի պայքարենք միաբանության արժեքը բարձրացնելու համար։ Տեսեք, միաբանությունը ինքը հոգևոր աշխարհի մեջ շատ կարևոր ուժ է, սիրելիներ։ Ու բազում տեղեր մենք տեսնում ենք, որ Աստվածաշունչը խոսում է, սովորեցնում է ու Աստված բացահայտում է մեզ միաբանության գաղտնիքը հոգևոր աշխարհի մեջ, թե ինչ ուժ եւ ինչ զորություն է արձակվում միաբանության վրա։ Երբ որ ասում եմ հոգևոր աշխարհի մեջ, դա կարելի լինի եւ դիվային, եւ աստվածային։ Երկու դեպքերում էլ զորություն է արձակվում միաբանության վրա, որտեղ որ կա միաբանություն, այնտեղ հոգևոր աշխարհից զորություն է արձակվում։ Ու մենք տեսնում ենք Աստվածաշունչը խոսում է սրա մասին։ Օրինակ, հենց սկզբներում 5 տականում մենք տեսնում ենք Բաբիլոնի այս պատմությունը, որ ժողովուրդը հավաքվեցին եւ որոշեցին շինել մի կառույց, միաբանվեցին ինչ-որ մի բան կառուցելու, ինչ-որ մի նպատակին հասնելու, եւ ասում է Աստված, որ տեսավ նրանց միաբանությունը ու ասեց, քանի որ նրանք միաբանվել են, նրանց այս միտքը ու նպատակը իրականություն կդառնա, եւ Աստված միջամտեց, որպեսզի չիրականանա։ Այսինքն մենք տեսնում ենք անգամ սխալ միաբանությունը, անգամ չար ոչ աստվածային միաբանությունը իր մեջ հոգևոր աշխարհը զորություն է արձակում այդ միաբանության վրա, դա իրականացնելու։ Մենք տեսնում ենք Հիսուսը խոսում է այս մասին։ Հիշում եք, երբ որ Հիսուսը հրաշքներ էր անում, ազատագրում էր մարդկանց, իրան ասցին դու անում ես դա դևերի իշխանությունով։ Բայց Հիսուսն ասեց, եթե մի թագավորություն իր մեջ բաժանված լինի, ինքը չի կարող գոյատևի։ Հիսուսը խոսում էր սա սատանայի թագավորության մասին։ Ուրիշ խոսքերով Հիսուսն ասում էր անգամ սատանայի թագավորությունը միաբանության մեջ է գործում։ Եթե սատանայի թագավորությունը իրար մեջ բաժանված ու պառակտված լինի, ինքը չի կարա ինչ որ արդյունքների հասնի։ Ու նորից մենք տեսնում ենք, որ Հիսուսը խոսում է անգամ սխալ միաբանության մեջ, դիվային միաբանության մեջ կա արձակվում է ինչ-որ զորություն։ Մենք տեսնում ենք մի ուրիշ տեղեր Աստվածաշնչում, որտեղ որ Հիսուսն ասում է, որտեղ որ երկուսը ու երեքը իմ անունով կհավաքվեն, ես այնտեղ եմ։ Այստեղ նորից այս խոսքը, որ մենք շատ ժամանակ ասում ենք, խոսում ենք, հատկապես հավաքույթների ժամանակ, երբ որ պաշտամունքների, ինչ-որ ծառայությունների ժամանակ այս խոսքը ասվում է հաճախակի, Հիսուսը խոսում էր միաբանության կարևորության մասին, բացահայտում է միաբանության կարևորությունը, որտեղ որ երկուսը եւ երեքը հավաքվեն, ես այնտեղ եմ։ Գիտես, դա չի նշանակում, երբ որ դու մենակ ես, Հիսուսը այնտեղ չի։ Երբ որ դու մենակ ես, Հիսուսը քո հետ չի կամ քո մեջ չի, որտեվ խոսքը ասում է, որ ես ձեր մեջ կբնակվեմ եւ դուք Սուրբ Հոգու տաճարն եք։ Բայց միևնույն ժամանակ Հիսուսը շեշտում է ու ասում է, որտեղ որ երկուսը եւ երեքը իմ անունով կհավաքվեն, ես նրանց մեջ եմ։ Այսինքն երկնքից արձակվում է յուրահատուկ մի բան, յուրահատուկ ինչ-որ ներկայություն, յուրահատուկ մի զորություն, որ այն ժամանակ, երբ որ կա միաբանություն։ Միաբանությունը ազատագրում է երկնքից, Աստծո ներկայությունից, Աստծո գահից յուրահատուկ ինչ-որ մի բան, արձակում է իրանից, որտեղ որ կա միաբանություն, Հիսուսը սովորացնում է, բացահայտում է հոգևոր աշխարհի գաղտնիքները, սիրելներ։
Երբ որ մենք կարդում ենք Գործք առաքելոց թուղթը, իդեպ կկարդանք մի հատված, բայց նաև կարող եք ուշադրություն դարձնել Գործք առաքելոց գրքի բանալի բառերից մեկը միաբանությունն է։ Շատ տեղեր, երևի տարբեր գլուխների մեջ Գործք առաքելոցում դուք տեսնում եք այս բառը կամ այս գաղափարը։ Եվ Գործք առաքելոցի հենց սկզբում մենք տեսնում ենք մի հետաքրքիր բան։ Գրված է, երբ որ այդ 120 հոգին Վերնատանը միաբան մեկտեղ էին, հոգին իջավ, Աստծո զորությունը իջավ, Պենտեկոստեն տեղի ունեցավ, Տիրոջ կրակը իջավ ամեն մեկի վրա, երբ որ բոլորը միաբան մեկտեղ էին։ Ես այստեղ ուզում եմ մի նրբության վրա կենտրոնանանք, գիտես, Աստվածաշունչը չի ասում, երբ որ բոլորը մեկտեղ էին, այլ ավելացնում է միաբան բառը, երբ որ բոլորը միաբան մեկտեղ էին։ Գիտես, մենք կարանք լինենք մեկտեղ, բայց ոչ միաբան։ Մեկտեղ լինելը դեռ չի խոսում միաբանության մասին։ Բայց այնտեղ շեշտում եւ ասում է մեկտեղ էին եւ միաբան էին։ Եվ երբ որ մեկտեղ էին ու միաբան էին, Սուրբ Հոգու զորությունը իջավ այդ վայրի մեջ։ Հալելույա։ Սաղմոս 133-ում ենք տեսնում, նորից հայտնի հաճախակի ընթերցվող Սաղմոս, որ հավաքույթների ժամանակ ընթերցվում է, ասվում է, հա, երբ որ եղբայրները մեկտեղ են ու քույրերը նույնպես, այնտեղ խոսվում է յուղի մասին, որ դա բարի է, որ դա օրհնյալ է եւ յուղի նման իջնում է։ Այստեղ նույնպես տենում ենք մի ճշմարտություն, որ երբ որ կա միաբանություն, յուղ է հոսում, երկնքից յուղ է գալիս, օծություն կա, օծությունը ազատագրվում այն վայրի մեջ, այն մթնոլորտի մեջ, որտեղ որ կա միաբանություն։ Ամեն։ Հալելույա։ Զորավոր է, երբ որ այս երկուսը իրար հետ են, մեկտեղը եւ միաբանը։ Եկեք կարդանք մի տեղ հիմա Գործք առաքելոցից, 2-րդ գլուխ 42 խոսքից։ Գործք 2:42 խոսում է Աստծո առաջին եկեղեցու մասին, հա, այն արթուն եկեղեցու մասին, որը որ շատ ժամանակ մենք խոսում ենք, քարոզում ենք, սովորացնում ենք, աղոթում ենք ու ասում ենք, Տեր, ուզում ենք այդ առաջին դարի եկեղեցու արթնությունը եւ այդ ամեն ինչը ինչ որ նրանք ունեին ու վերապրում էին։ Տեսեք գաղտնիքներից մեկը որն էր։ Գործք 2:42։ Եվ նրանք, որ նրա խոսքը հոժարությամբ ընդունեցին, մկրտվեցին եւ այն օրը 3000-ի չափ հոգիներ ավելացան եւ միշտ հետևում էին առաքյալների վարդապետությանը, այսինքն ուսմունքին, հաղորդությանը, իրար հետ շփվելու հաղորդություն, հաց կտրելուն, դա այն հաղորդությունն է, որ մենք ամիսը մեկ անում ենք, հա, հաց կտրելուն եւ աղոթներին։ Գրված է բոլորը միշտ հետևում էին այս բաներին, իրար հետ շփում ունեին, հետևում էին առաքյալների ուսմունքին, Աստծո խոսքին, վարդապետությանը, հաղորդակից էին իրար հետ, ընդունում էին հաղորդությունը եւ աղոթների մեջ էին, այսինքն կար միաբանություն։ Եվ եկեք շարունակենք։ Եվ ամեն անձի վրա վախ եկավ, շատ հրաշքներ եւ նշաններ էին գործվում առաքյալների ձեռքով, եւ բոլոր հավատացյալները իրար հետ մեկտեղ էին եւ ամեն բան հասարակած ունեին, եւ ապրանքները եւ բոլոր բաները ծախում էին եւ բաշխում էին այն ամենին, ինչ բան որ պետք էր լինում։ Չէ, էսի այսօր չեմ ասում, որ այտենց անենք, չվախենակ, եկեք գնանք առաջ։ Ամեն օր միաբանությամբ տաճարում էին լինում, ամեն օր միաբանությամբ տաճարում էին լինում եւ հաց էին կտրում տներում եւ ուրախությամբ եւ սրտի միամտությամբ, այսինքն մեկ մտքով, սա նկատի ունի։ Ոչ թե միամիտ են
ուրիշ իմաստը, որ մենք հասկանում ենք, հա, սրտի միամտության, այսինքն մեկ միտք, միամիտ։ Կերակուր էին ուտում, Աստծուն օրհնում էին եւ բոլոր ժողովրդի առաջին շնորհք ունեին եւ Տերը ամեն օր փրկվածներին ավելացնում էր եկեղեցու հետ, եկեղեցու վրա։ Հալելույա։ Այստեղ ուրեմն այս հատվածի մեջ, որ կարդացինք, սիրելիներ, կա մի կարևոր գաղափար, որը խոսում է միաբանության մասին։ Գլխավոր միտքը, որ մենք կարանք բռնենք, հա, այս հատվածից սա էր, որ առաջին եկեղեցու մեջ, այդ առաջին դարի ժամանակի նոր ապաշխարած, դարձի եկած այդ բազմության մեջ, եթե մի կարևոր արժեք, որ այստեղ ուզում է ցույց տա մեզ Աստծո խոսքը, այս հատվածի մեջ սա է, որ նրանք իրար հետ միաբան էին։ Նրանք միաբանված էին։ Հալելույա։ Եվ մենք տեսնում ենք արթնություն կար նրանց մեջ։ Այդ միաբանությունը կարծես արթնություն էր իջացնում նրանց մեջ։ Հա, մենք կարդացինք այստեղ, որ հրաշքներ եւ նշաններ էին տեղի ունենում, գերբնական բաներ էին տեղի ունենում, մարդիկ ամեն օր նոր մարդիկ էին փրկվում, այսինքն Աստծո խոսքը շարունակում էր տարածվել, գործել, սրտերին կպնել, մարդիկ ապաշխարում էին, կյանքեր էր փոխվում, հա, եւ Տիրոջ գերբնականը սովորականի պես կարելի ասել կար նրանց մեջ։ Գիտես, նույնպես ուզում եմ անդրադառնամ արթնությանը, որ մենք այստեղ շատերս սկսած ինձանից մենք ուզում ենք, աղոթում ենք, հրճակում ենք եւ տարբեր բաներ ենք անում, իրար հետ խոսում ենք, իրար պատմում ենք մեր երազները, տեսիլքները, Աստծուց ստացած ինչ որ խոսքերը, խոստումները, արթնության վերաբերյալ եւ այս ամեն ինչը հրաշալի է։ Բայց գիտես, կան սկզբունքներ, որոնք որ եթե ուզում ենք արթնությունը տեսնենք, սկզբունքներ կա, որ այդ սկզբունքները պիտի գործի դնենք։ Հոգևոր աշխարհը, ես հաճախակի սա ասում եմ, գործում է սկզբունքների վրա։ Հոգևոր աշխարհը գործում է սկզբունքների վրա։ Գիտես, մենք կարանք միասին ծերանանք, հա, այստեղ, չգիտեմ, քանի հոգի ենք, կարանք միասին այսպես շատ լավ հավեսով իրար հետ մնանք, իրար հետ ծերանանք, իրար հետ սենց առաջ գնանք, մեր կամֆորտի մեջ, մեր կամֆորտ զոնայի մեջ, ինչպես եւ կարանք միասին կերտենք արթնություն։ Ամեն։ Մենք կարանք այն ամենը ինչ որ ունենք, պահենք ու այտենց իրար հետ հանգիստ մեր կամֆորտ զոնայում բավարարվենք, բայց մենք կարանք նույնպես միասին կերտենք արթնություն։ Համաձայն ես սրա հետ։ Եվ ես հավատում եմ, որ այստեղ բոլորս այն մարդիկ ենք, ովքեր որ ուզում ենք կերտենք արթնություն։ Գիտես, արթնությունը կարճաժամկետ է լինում, երբ որ հիմնված է մեկ հոգու վրա։ Ընդհանրապես հաջողությունները բոլոր, որոնք որ հիմնված են մեկ հոգու վրա, նրանք կարճաժամկետ են լինում։ Ես չեմ խոսում միայն եկեղեցական, ընդհանրապես եմ խոսում։ Բոլոր հաջողությունները, որոնք որ մի հոգու, մի անձի վրա են հիմնված, կարան լինեն հաջողություններ, կարան լինեն ճեղքումներ, կարան լինեն առաջընթացներ, բայց դրանք լինում են կարճաժամկետ, դրանք շուտ մահանում են, դրանք շուտ ավարտվում են, դրանք շուտ վերջանում են։ Ֆրանսերենով այսպիսի մի խոսք ասում է, մենակով ավելի արագ կգնաս, բայց միասին ավելի հեռու կգնանք։ Միայնակ ավելի արագ կգնանք, որտեվ հա, մի քիչ հեշտ է, բայց միասին ավելի հեռու կգնանք։ Եվ մենք տեսնում ենք նույնպես այս բանը Աստվածաշնչի մեջ, սիրելիներ։ Այս բոլոր սկզբունքները մենք տենում ենք Աստվածաշնչում։ Հիշում եք Մովսեսի միջոցով Աստված ինչ արթնություն արեց, հա, ժողովուրդը ծովը ճեղքվեց, 1,5 միլիոն, 2 միլիոն մարդիկ անցան ծովի միջով, եւ մեծ արթնություն տեղի ունեցավ, հետո մտան Քանանի երկիրը,
սա հզոր մի իրադարձություն էր երկրի վրա, սենց բան չէր եղել, սենց բան տեղի չէր ունեցել, ոչ դրանից առաջ, ոչ դրանից հետո է դեռ տեղի ունեցել, այդ ամեն հրաշքները, նշանները, գերբնական բաները եւ այդ մեծ արթնությունը, որ տեղի էր ունենում, կերտվում էր, մենք տենում ենք հետաքրքիր մի բան, Մովսեսը սիրելիներ միաբանության մարդ էր, Մովսեսը թիմ կառուցող մարդ էր, իհարկե նա սկզբից դա չէր գիտակցում, բայց հետո գիտակցեց, մենք տեսնում ենք, որ Մովսեսը իր շուրջը թիմ կառուցեց եւ միաբանության այս խորհուրդը, այս տեսիլքը տվեց ժողովրդին ու այն թիմը, որ ինքը կառուցեց, հասավ մեծ բաների։ Մենք տեսնում ենք, որ Մովսեսից հետո, երբ որ ինքը մահացավ, այն գործը, այն արթնությունը, որ Աստված սկսել էր, չկանգնեց։ Գիտեք ինչի, որովհետև Մովսեսը բարձրացրել էր թիմ, որտև Մովսեսը ձեռնադրել էր Հեսուին, որտև Մովսեսը արդեն նախատեսել էր շարունակությունը, որտև Մովսեսը միաբանության այս սկզբունքը կրող մեկն էր։ Մովսեսից հետո արթնությունը շարունակվեց, Հեսուն ամբողջ թմով վերցրեց ու այդ արթնությունը շարունակեց, բայց գիտես ինչն է ցավալի, որ Հեսուից հետո մենք տեսնում ենք այդ արթնությունը դադարում է, որովհետև թեև Մովսեսը մեկն էր, ով ուներ միաբանության այս սկզբունքը, բայց Հեսուն մեկն էր, որ ինքը միայնակ սկսեց գործել։ Եվ Հեսուն չնախապատրաստեց թիմ, չնախապատրաստեց իրանից հաջորդող սերունդը եւ այդ միաբանության տեսիլքը չուներ, դրա համար Հեսուից հետո մենք տեսնում ենք նորից հետ է վերադառնում այդ կռապաշտությունը, հետ է վերադառնում պարտությունները, հետ է վերադառնում Աստծուց հեռանալը, ձախողումները եւ բոլոր այդ բաները։ Տեսնում ենք կարևորությունը միաբանության սիրելիներ, մեկ հոգով, այո Հեսուն զորավոր բաներ արեց, Հեսուն էլ ճեղքեց գետը, արևը կանգնացրեց, մեծ հաղթանակներ, ժողովրդին մցրեց Քանանի երկիր, հողերը բաժանեց, օրհնությունը վայելեցին, բայց անցավ ինչ-որ ժամանակ այդ ամեն ինչը կանգնեց եւ փոխարինող չկար, եւ մարդիկ չկային, միաբանություն չկար, դրա համար այդ ամեն ինչը կանգ առավ։ Աստված ուզում է, որպեսզի ես ու դու ունենանք ամեն մեկս մեր ներսում միաբանության տեսիլքը, գաղափարը, ամեն, միաբանության հոգին ունենանք մեր ներսում։ Գիտես, միաբանությունը ամեն մեկիս պատասխանատվությունն է։ Միաբանության պատասխանատվությունը դրված է ամեն մեկիս վրա, ամեն, հալելույա։ Գիտես, շատ ժամանակ մենք կարող ենք բարդել մարդկանց վրա, մենք կարող ենք խոսալ միաբանության, թերությունից, թուլությունից, պակասից, եւ սա բարդել որոշ մարդկանց վրա, որոշ իրավիճակների վրա, որոշ ինչ-որ բաների վրա։ Բայց Աստվածաշունչը խոսքը ասում է, որ միաբանությունը ամեն մեկիս ներգործությունով է, Եփեսացիս թուղթը, երբ որ բացեք կարդաք 4-րդ գլուխ 16-րդ խոսքն է, գիտես այնտեղ ասում է, որ ամեն մի անդամի ներգործությամբ մարմինը շինվում է։ Եկեղեցին շինվում է, միաբանությունը մարմնի տեղի է ունենում ամեն մի անդամի ներգործությամբ։ Այսինքն ամեն մի անդամի վրա կա միաբանության պատասխանատվությունը դրված։ Ամեն։ Եվ շատ կարևոր է ամեն մի անդամ ինչա տարածում, ինչի է նպաստում։ Գիտես շատ կարևոր է մենք ինչի ենք նպաստում եկեղեցու մեջ։ Արդյոք ես որպես անդամ, որպես այդ մարմնի ինչ-որ մի մասնիկ, արդյոք ես նպաստում եմ միաբանությանը, արդյոք ես նպաստում եմ շինությանը, արդյոք իմ ներկայությամբ, արդյոք իմ լինելով, իմ գոյությամբ ես նպաստում եմ շինությանը, ես ինչ-որ բան անում եմ շինության համար։ Ամեն։ Առակաց գիրքը ասում է, որ իր գործը թուլությամբ անողը քանդողի եղբայրն է։ Իր գործը թուլությամբ անողը քանդողի եղբայրն է։
Գիտեք, եկեք ամեն մեկս վերցնենք այս պատասխանատվությունը, գիտակցությունը, որ մենք Աստծո տան մեջ ենք, մենք այս մարմնի մեջ ենք միաբանություն կերտելու, միաբանություն կառուցելու, ամեն, դա կլինի մեր խոսքով, դա կլինի մեր գործով, դա կլինի սկսած մեր մտքերից, մեր սրտի ներսի տեսիլքից ու մեր սրտի դիրքից ու կարգավիճակից, ամեն, մեր քայլերից, մեր ամեն ինչից, գիտես դու կարաս նպաստես միաբանությանը կամ դու կարաս խոչընդոտես։ Հակառակորդը ամեն բան անում է, գիտեք, որ Աստված ունի ծրագրեր, մենք շատ ենք խոսում սրա մասին, եւ անհատական, եւ միասնական, Աստված տեսիլքի Աստված է։ Աստված տեսիլքի Աստված է։ Աստված ինքը իր էությամբ արարիչ է, սիրելիս։ Աստված իր արարչագործությունը չի վերջացել 7 օրում։ Այո, Աստված ստեղծեց երկինք, երկիր 7 օրում, բայց ինքը շարունակում է արարել, ինքը շարունակում է պլանավորել, ինքը շարունակում է երազանքներ ու նպատակներ ունենալ մեր ամեն մեկիս կյանքերի մեջ եւ անհատական, ինքը շարունակում է նպատակներ ու երազանքներ ունենալ եկեղեցու կյանքի մեջ, եկեղեցու ընթացքի ու ճանապարհի մեջ, ամեն, Աստված ինքը արարող է, ինքը կենդանի է, ինքը շարժվող է, սիրելիներ։ Երբ որ Մովսեսը հանեց ժողովրդին, Աստված ասեց խորան կառուցի ինձ համար։ Գիտես, տաճարը հետո եկավ, ես ավելի շատ սիրում եմ խորանի պատկերը, որովհետև տաճարը դա Դավիթի միտքն էր, ասեց տաճար կառուցեմ, բայց սկզբում Աստծո միտքը խորանն էր։ Գիտես, խորանը տաճարից ինչով է տարբերվում, որ տաճարը ֆիքս ինչ-որ քարեղեն մի բան է, այդտեղ մնաց ու կանգնած, բայց խորանը մի բան էր, որ դա վրան էր, որ Աստված ասում էր, որտեղ որ կրակը գնա, խորանը տարեք եւ դրեք այդտեղ, որտեղ ես շարժվող Աստված եմ։ Ես կենդանի Աստված եմ, ես մի վայրից մի վայր գնացող, մի նպատակից մի նպատակ, ես կանգնած եւ անշարժ ինչ-որ մի բան չեմ, ես գիտես Աստված մենք երկեցինք մաշող կրակա, երբ որ նայում ես կրակին, նրա մեջ կյանք կա, այդ բոցերը, այդ ամեն այդ գույները, այդ ամեն ինչը դու տենում ես կյանք կա, վառվում է ինչ-որ մի բան։ Գիտես Աստված իր այությամբ այդպիսին է, դրա համար ասեց խորան շինեք, որտեղ որ ամպիսյունը գնա ու կրակիսյունը, այդտեղ խորանը դրեք։ Աստված շարժվում է, նա ունի նպատակներ ու ծրագրեր, տեսիլք ամեն մեկիս համար։ Եվ դրա համար մենք կանչված ենք հետևելու նրան։ Եվ հակառակորդը, սատանան, ամեն բան փորձում է անի, որպիսի վիժել տա Աստծո ծրագրերը, Աստծո նպատակները, թե մեր անհատական կյանքից, թե եկեղեցական կյանքից։ Իդես թշնամու նպատակն է, գլխավոր նպատակն է, որպիսի Աստծո նախասահմանությունը վիժել տա մեր կյանքերից։ Եկեղեցական ընթացքից, եկեղեցու կյանքից։ Այն ինչ որ Աստված նախասահմանել է, այն ինչ որ Աստված որոշել է։ Իսկ գիտեք, որ դրա մեջ պատասխանատվություն ունենք նույնպես մենք։ Ես ճամբարին էլ այս բանը ասացի, ես միտքը ուզում եմ հիմա էլ ասեմ, այն ինչ որ Աստված նախատեսում ու պլանավորում է, չի նշանակում, որ դա պարտադիր կատարվելու է։ Գիտես, Աստված կարա նպատակներ եւ ծրագրեր ունենա քեզ համար, որոնք չկատարվեն հենց քո պատճառով։ Ու մի մտածի ու ասա, եթե Աստված մի բան որոշել է, ուրեմն կլինի։ Ոչ, սիրելիս։ Աստված շատ բաներ կարա որոշի քո կյանքում, բայց դրանք չլինեն։ Դու կարաս անցնես այդ բաների կողքով, բայց դրանք չլինեն։ Որովհետև դու արթուն չես եղել, որովհետև դու ուշադիր չես եղել, որովհետև քո սիրտը Աստծո սրտի հետ չես միաբանե հասկանալու Աստծո սրտի եղածը քո համար։ Ամեն։ Այսինքն մենք միշտ ունենք պատասխանատվության բաժինը եւ դրա համար թշնամին իր նպատակներից մեկն է, որպեսի վիժել տա, որպեսի խանգարի, որպեսի ուշացնի, որպեսի սպանի Աստծո ծրագրերը, Աստծո տեսիլքը, Աստծո կամքը մեր կյանքերի մեջ կամ եկեղեցու մեջ։ Եվ նրան երբեմն դա հաջողում է թուլացնելով միաբանությունը։ Երբեմն դա նրան հաջողվում է թուլացնելով միաբանությունը։
երբեմն նրան դա հաջողվում է պարակտումներ բերելով։ Գիտես, պարակտումը լրջագույն օրհնություններ է գողանում մեզանից։ Պարակտումը լրջագույն օրհնություններ է գողանում։ Մենք կարանք վերցնենք ընտանիքները։ Հա, հələ հիշեք մի հատ ընտանիքի մեջ։ Հիշեք այն ամենալավ պահերը, երբ որ դուք ունենում եք ընտանիք, հա, կնոջդ, ամուսնուդ, երեխեքիդ հետ, ամենալավ պահերը, այն ուրախությունը, այն սերը կամ այն ինչ որ վայելում եք, երբ որ կա, երբ որ մի հատ լավ ընթաց կա։ Եվ հետո հիշեք այն վատ պահերը մի քիչ։ Երբ որ կա խռովություն, երբ որ կա պառակտում, երբ որ կա վեճ, հա, ու երբ որ այս երկուսը դու համեմատում ես, տեսնում ես այն պառակտության այդ ընթացքի ժամանակ, չգիտեմ ինչքան է տևում։ Երբեմն երկար է տևում, հա։ Դրա համար Աստծո խոսքը ասում է մինչև արևի մայր մտնելը։ Բայց երբ որ դու թողնում ես երկար, դու հետո երբ որ այդ երկուսը դնում ես կշեռքի վրա, դու հասկանում ես, որ այդ պառակտման ու խռովության process-ի ժամանակ ինչքան լավ պահեր ես կորցրել, ինչքան լավ օրհնություններ ես կորցրել, ինչքան լավ միգուցե անելիքներ ես կորցրել, նպատակներ ես կորցրել, որ թշնամուն հաջողվում է գողանալ քեզանից։ Ամեն։ Այն վայելքները, որ դու պետքա վայելես այդ միաբանության ժամանակ, այդ միաբանության ընթացքի մեջ, գիտես թշնամին գալիս է ու այդ պառակտության ու խռովության միջոցով գողանում է քեզանից։ Ամեն։ Դրա համար սիրելիներ, նույն բանը եկեղեցու մեջ պառակտության միջոցով թշնամին շատ օրհնություններ կարա գողանա, շատ գործեր աստվածային կարա գողանա եկեղեցուց, շատ ձեռքբերումներ կարա գողանա եկեղեցուց, շատ տեսիլքներ կարա գողանա եկեղեցուց, շատ բարձունքներ կարա գողանա եկեղեցուց։ Հալելույա։ Եփեսացիս թղթում մի բան կա նույնպես գրված, որ կուզեմ կարդանք։ Եփեսացիս 4-րդ գլուխ, Եփեսացիս 4 Լավ, եկեք 3-ից կարդանք, ուսի միտքը ավելի պարզ լինի։ Կներեք, Եփեսացիս 4-ի 2-ից կարդանք։ Ամեն խոնարհությունով եւ հեզությունով եւ երկայնամտությունով, սիրով իրար համբերելով, ջանալով հոգու միաբանությունը, պահել խաղաղության կապով։ Ջանք արեք ասում է, որ հոգու միաբանությունը պահեք խաղաղության կապով, այսինքն խաղաղության միջոցով։ Ստեղ տեսնում ենք հետաքրքիր մի բան, որ խաղաղությունը ինքը երաշխիք է միաբանության։ Խաղաղությունը այն կապն է, որ պահպանում է միաբանությունը։ Երբ որ թշնամուն հաջողվում է պառակտում, խռովություն բերել, նպատակը միաբանությունը գողանալն է։ Պողոս ասում է միաբանությունը պահեք խաղաղության կապով, այսինքն խաղաղությունը այն հիմքն է, այն կապն է, որով դու կարաս պահես միաբանությունը։ Ես ասեցի, որ կա ոչ աստվածային միաբանություն, ոչ աստվածային միաբանություն։ Մի քիչ ուզում եմ սրա վրա էլ կանգ առնենք, սիրելիներ։ Այսօր խոսում եմ բաներ, որ գիտես, միգուցե մի քիչ սենց այնքան էլ սրտահաճո չի, այնքան էլ քաջալերական չի, բայց հիմքային բաներ ա, որ մեզ պետք է։ Ամեն։ Հիմքային բաներ ա, որ մեզ պետք է։ Եվ պարտադիր չի գա ինչ-որ իրավիճակ, որ դրանից խոսանք, բայց երբեմն առանց իրավիճակը գալու մենք խոսում ենք, որպեսզի իրավիճակը գալուց մենք դեմ կանգնենք դրան։ Նույնպես ֆրանսերեն մի այսպիսի ասացված կա, ասում է ավելի լավ է նախազգուշացնել, քան հետո բուժել։ Հա,
ավելի լավ է նախորոք դու դա իմանաս եւ դրան դեմ կանգնես, քան հետո, գիտես, դա գա քո կյանքի մեջ ու փորձես հետո բուժել։ Ավելի դժվար է process-ը։ Դրա համար երբեմն հիմա մենք խոսում ենք բաներից, որ միգուցե չկան, միգուցե քիչ է, միգուցե թույլ է, բայց մենք պետք ունենք դա իմանալու, դա գիտակցելու, սրանք զենքեր է, որ մենք պետք է ունենանք մեր մոտ։ Ամեն, որ երբ որ հակառակորդը գա եւ փորձի, դու սպառազինված լինես, դու մերկ չլինես։ Ոչ աստվածային միաբանություն, կլանային միաբանություն։ Գիտես, կարա եկեղեցում լինի միաբանություններ, որոնք որ աստվածային չեն։ Կարան լինեն միաբանություններ, որոնք հոգու միաբանությունը չեն։ Պողոսը ասում է ջանացեք հոգու միաբանությունը պահեք։ Ինչի է շեշտում հոգու, որտեվ կա Աստծո հոգուց միաբանություն եւ կա ոչ աստվածային միաբանություն։ Ես կարա լինի միաբանություն ծառայողների մեջ, օրինակ։ Ինչ որ ծառայողներ, նույն ծառայության մեջ իրար հետ միաբանեն, թվում է թե լավ բան է, բայց մնացածին անարգում են, մնացածին բարձրից են նայում, մնացածին այսպես մերժում են, հա, թվում է թե միաբան են, բայց իրականում հոգու միաբանությունը չի։ Երբեմն կարա լինի միտք, որ միաբանությունը խանգարող, որ մի կլասի մարդիկ են իրար հետ միաբան լինում։ Մի ոճի, մի խավի, մի կլասի, այս մարդը մեր կլասից չի, հա, տենց ոնց որ չի լնում իրա հետ միաբանվելը։ Կարա լինի տենց բան։ Աստծո խոսքը ասում է իրար ընդունեք այնպես, ինչպես որ Քրիստոսը ձեզ ընդունեց։ Իրար ընդունեք այնպես, ինչպես որ Քրիստոսը ձեզ ընդունեց։ Գիտես, եկեղեցում մի կլաս կա, սիրելիներ, դա Հիսուսի կլասն է։ Ամեն։ Բոլոր մնացած կլասները եկեղեցում կորում են, Աստծո թագավորության մեջ կորում են բոլոր մնացած կլասները։ Եվ Աստված մեզ կոչ է անում իրար հետ միաբան լինել եւ իրար ընդունել այնպես, ինչպես Հիսուսը մեզ ընդունեց։ Իսկ Հիսուսը մեզ ընդունեց, եթե Հիսուսը նայեր կլասին, ընդհանրապես իր կլասի մարդ չէինք։ Չէ՞։ Ինքը երկնքից սուրբ, անարատ, Աստծո գառը, բայց իջավ եւ խոնարհվեց ու մեր մեղքերը վերցեց իր վրա, մեզ հավասարվեց։ Եվ Աստվածաշունչը ասում է, որ իրար ընդունեք այդ նույն այդ մակարդակի վրա, ինչպես որ Հիսուսը ձեզ ընդունեց։ Հիսուսը ինձ ընդունեց հաշվի չառնելով ոչ մի բան։ Ոչ իմ բնավորությունը, ոչ իմ խառնվածքը, ոչ իմ սոցիալական դիրքը, ոչ մի բան, հա, հաշվի չառավ։ Ուղղակի Հիսուսը ամեն մեկիս ընդունեց որպես իրանը։ Ամեն։ Ամեն մեկիս ընդունեց, չնայեց մեր պարգևներին, տաղանդներին, շնորհքներին, մեր ոչ մի բանին չնայեց, մեր գրպանի կամ բանկի պարունակությանը, իդես մեր հագ ու կապին, ոչ մի բանի Հիսուսը չնայեց, ուղղակի մեզ ընդունեց։ Եվ Աստծո խոսքը ասում է ընդունեք իրար այնպես, նույն ձևով, եթե դու Հիսուսից տեսել ես այդ ընդունելությունը, դա փոխանցի, դա գործի դի քո կյանքի մեջ մնացած մարդկանց հանդեպ։ Ամեն։ Այսինքն մենք տեսնում ենք, որ կարան լինեն միաբանություններ, որոնք որ հոգու միաբանությունը չեն։ Հոգու միաբանությունը չեն։ Գիտես, երբեմն նույնպես կարան լինեն ապստամբների միաբանություն, խռովվածների միաբանություն, վիրավորվածների միաբանություն։ Հա? Ինչ որ մեկը մի բանի դեմ ապստամբում է եկեղեցում,
գնում է իրար, գիտես ինչն է այդ արքիր, միշտ իրար գտնում են նման մարդիկ, մագնիսի պես իրար քաշում են, չգիտես որտեղից, կարող է մինչև այդ սկի իրար հետ չեն էլ շփվե, տարիներով եկեղեցում են եղել չեն շփվե, բայց ինչ որ մի հարցում իրանց միտքը բռնում է իրար ու տենում են շատ մտերմացած են, շատ միաբանություն կա, միաբանություն, որը հոգու չի, ինչ որ մի բանի դեմ ապստամբած են, ինչ որ մի բան սրտերով չի և 2, 3, 4 կամ չգիտեմ մարդիկ միաբանվում են իրար մեկ էլ։ Ինչ որ մեկը մի բանից վիրավորված է և գտնում է մի 2-3 հոգի վիրավորված նորից և միաբանվում են իրար։ Միաբանություններ, որոնք որ աստվածային չեն, միաբանություններ, որոնք որ հոգուց չեն, ամեն։ Ընդհանրապես սիրելիներ, վիրավորվածությունը ես դա իմ կյանքից եմ խոսում, իմ փորձառությունից եմ խոսում և ընդհանրապես նայելով, քննելով, նայելով, հա, վիրավորվածությունը շատ երևի ամենաշուտ հաջողություն հասնող դևերից մեկն է և շատ քայքայիչ դև է։ Վիրավորվածությունը միայն էմոցիա չի, սա ես կոնկրետ ասում եմ, նա դև է։ Եվ շատ հեշտ ներխուժող դև է։ Դրա համար սիրելիս տեղ մի տուր երբեք վիրավորվածությանը։ Ամենաշատ երևի հավատացյալների մեջ տարածված դևը դա վիրավորվածության դևն է։ Եվ ես ասում եմ, դա էմոցիա զգացմունք չի միայն, դա կարա լինի զգացմունք, բայց երբ որ դու տեղ ես տալիս, երբ որ դու դռներ ես բացում, երբ որ դու թույլ ես տալիս, ամեն բան խորանա քո մեջ, իրես դա բերում է դիվային ազդեցություն, որը սկսում է քայքայել քեզ, կրծել քեզ, վնասել քեզ, և դրա համար Աստծո խոսքը ասում է հակառակ կացեք սատանային և նա կփախնի։ Սիրելիս ցանկացած ոչ աստվածային բան, երբ որ գալիս է քո կյանքի մեջ, դռները շուտ փակի։ Ամեն, հակառակ կաց, այսինքն դռները փակի։ Երբեմն սատանան ինքը շատ անշնորհք է։ Իր վերաբերմունքը շատ անշնորհք է, ինքը շատ անդաստիրակ է, սիրելիս։ Երբ որ դու իրան մի փոքր տեղ ես տալի քո կյանքի մեջ, ինքը այդ մի փոքրով չի բավարարվում, ինքը կամաց տարածքներ է սկսում գրավել քո կյանքի մեջ, ինքը կամաց սկսում է տեղավորվել քո կյանքի մեջ, ինքը կամաց սկսում է իրան զգալ ինչպես իր տանը քո կյանքի մեջ, քո սրտի մեջ, քո մտքերի մեջ, քո գործերի մեջ, քո ապրելակերպի մեջ։ Դրա համար գիտես Աստվածաշունչը մեզ կասի հակառակ կացեք։ Հակառակ կացեք, ֆրանսերեն թարգմանության մեջ ասում է փակ եղեք, հաստատուն էսպես եղեք, հա, չգիտեմ ոնց հայերեն թարգմանեմ, բայց այսպիսի մի բառ է, որ կտրուկ եղեք սատանայի հանդեպ և ինքը կփախչի։ Ամեն, գիտես դու պետք է շատ խիստ լինես և ոչ մի միլիմետր տարած քո կյանքի մեջ նրան չտաս։ Ամեն։ Միաբանություններ, որոնք որ Աստծուց չեն, որոնք որ Աստծո հոգուց չեն, հոգու միաբանությունը չեն, թող քանդված լինեն։ Ամեն։ Հալելույա։ Եկեք գնանք առաջ։ Ես խոսեցի միաբանություն, սխալ միաբանությունների մասին ենք հիմա մի քիչ խոսում, հա։ Ծառայողների կամ ծառայությունների մեջ։ Ես փառք Աստծո, որ մեր եկեղեցին կառուցված է առողջ ստրուկտուրայի վրա, առողջ հիմքերի վրա, կազմակերպված է, փառք Աստծո, մենք եկեղեցում ունենք տարբեր դեպարտամենտներ, տարբեր ծառայության բաժիններ և դեռ շարունակում ենք նոր ծառայություններ և աղոթում ենք նոր ծառայությունների, հա, ամեն ծառայություններ իրանց ավակները ունեն, ծառայողները և սա առողջ ստրուկտուրա է, որի վրա որ կառուցում է Աստված եկեղեցին։ Բայց գիտեք, սրա մեջ երբեմն կա նույնպես վտանգ,
սխալ միաբանության, որ երբեմն կարող են ծառայությունները եկեղեցում տարբեր ծառայության բաժինները իրարից բաժանված լինեն։ Երբ որ նրանք ստեղծված են միաբանվելու, երբ որ նրանք ստեղծված են մարմինը ավելի առողջ դարձնելու համար, հա, այն դեպքում, որ նրանք ստեղծված են աճը ավելի այսպես պտղաբեր դարձնելու համար, բայց նրանք կարող են ընդհակառակը այդ ամեն ինչը, եթե զգույշ չլինենք, կարա նպաստի, կարա խանգարի առաջընթացը։ Ես երբեմն մենք կարանք մտածենք, որ մեր ծառայություն, օրինակ ամեն ծառայություն կարա մենակ կենտրոնանա իր ծառայության վրա, հա։ Իմ ծառայությունը էս է եկեղեցում, ես այս ծառայության մեջ եմ, ուրիշ ոչ մի բան ինձ չի հետաքրքրում։ Կարևորը այս ծառայության մեջ հավատարիմ եմ, այս ծառայությունը զարգանում է, այս ծառայության մեջ ես իմ անելիքը անում եմ, մնացած եկեղեցում ինչ կլինի, չի լինի, դա իմ պատասխանատվությունը չի։ Ինձ ասել են էսի արա, այս բաժակը ստուց վերցրա դինդ է, ես դա անում եմ։ Շատ լավ է, շատ բարի է, բայց գիտես, մենք պետք է մեր տեսադաշտը ավելի լայն լինի։ Ամեն, որովհետև ծառայությունները իրարից անջատված ու անկախ ինչ-որ բաներ չեն։ Ծառայությունները դրված են, որպեսզի մեկը մյուսին նույնպես օգտակար լինի, հա։ Երբ որ դու ինչ-որ ծառայության մեջ ես, դու կարող ես քո տեսադաշտը լայնացնել, սիրելիս, եւ նույնպես քո կարողության չափով, քո սրտի չափով, քո հնարավորության չափով, նույնպես ձեռք մեկնել քո կողքի ծառայողին, քո կողքի քրոջը, եղբորը, որը ինչ-որ բան է անում, միգուցե իր բեռը ծանրացել է, միգուցե ինքը կարիք ունի, հա, եւ մենք կարող ենք նայել մեր կողքերը նույնպես, օգնելու, ձեռք մեկնելու։ Ամեն։ Եկեք մեր տեսադաշտը լայնացնենք։ Ես ասացի, որ մենք նույնպես իրար ընդունենք մեր տարբերություններով։ Գիտես, մեր տարբերությունները չպետք է խանգարեն միաբանությանը։ Ընդհանրապես միաբանություն չի նշանակում լինել միանման։ Երբեմն մտածում ենք միաբանությունը նշանակում է լինել միանման։ Այսինքն այս մարդը պետք է իմ ձև մտածի, իմ ձև խոսա, իմ ձև շարժվի, իմ նույն բնավորության գծերից ունենա, նոր ես կարամ իր հետ միաբան լինեմ։ Աստված ամեն մեկի ստեղծել է տարբեր, սիրելիս։ Մենք ունենք տարբեր բնավորության գծեր, տարբեր խառնվածք, տարբեր բոյ, տարբեր տարիք, տարբեր, չգիտեմ, ամեն ինչը տարբեր է, տարբեր ձև ենք հագնվում, տարբեր ճաշակ ունենք, տարբեր պարգևներ ունենք, հա, ամեն ինչով մենք շատ բաներով տարբեր ենք իրարից։ Բայց դա երբեք չպետք է խանգարի միաբանությանը։ Միաբանությունը միանման լինելը չի։ Դու կարաս միաբան լինես հոգով, քեզանից շատ տարբեր մարդու հետ։ Ամեն։ Եվ գիտես, Աստված ուզում եմ ասեմ, որ դիտմամբ է, որ բոլոր տաղանդները, բոլոր պարգևները, բոլոր շնորհքները նույն մարդու չի տվել։ Աստված ամեն մեկից տվել է տարբեր տաղանդներ, տարբեր պարգևներ, տարբեր շնորհքներ, օրհնություններ, կարողություններ, եւ Աստված դիտմամբ բոլոր պարգևները նույն մեկ մարդու չի տալիս։ Ինչի համար, որպեսզի մեկս մյուսի կարիքը ունենանք, որպեսզի մեկս մյուսից կախված լինենք, երբ որ ունենք ծրագիր, երբ որ ունենք նպատակ, երբ որ ունենք ինչ-որ գործ, ինչ-որ անելիք, գիտես, այդտեղ երևում է Աստծո ճոխությունը, Աստծո հարստությունը, երբ որ դու տեսնում ես մի բան, որ դու չես կարող անես, բայց քո եղբայրն է կարող անի։ Մի բան, որը ինքը չի կարող անի, մի հատ ուրիշ քույր է կարող անի։ Եվ մեկը մեկին լրացնելով դու տեսնում ես, որ այդ գործը կատարվում է, այդ գործը առաջ է գնում։ Ամեն։ Եվ սա օրհնություն է, սա հրաշալի է, սիրելիներ, սա Աստծո երազանքն է կամ Աստծո որոշած ձևն է եկեղեցու համար։ Աստված հենց այսպես է ուզել, եւ Պողոս առաքյալը շատ հրաշալի ձևով բացատրում է Կորինթացիս թղթում մարմնի պատկերը բերելով, հա, որ մենք մարմնի մեջ ունենք տարբեր անդամներ,
որոնք ունեն ամեն մեկը իրանց ֆունկցիան, իրանց կարողությունը, իրանց անելիքը, բայց մեկը մյուսից անկախ չեն եւ մեկը մյուսի դեմ չի կարա ապստամբի, մեկը մյուսին չի կարա ասի, գիտես, ես քո կարիքը չունեմ, այսօրվանից արի իրարից անջատ անկախ ապրենք, որտեվ մեկի ֆունկցիան լրացնում է այն մեկինը, մեկի ֆունկցիան զորացնում է այն մեկինը։ Ամեն։ Հալելույա։ Ես հիշում եմ, երբ որ եկեղեցին դեռ նոր սկսում էինք, մի քանի հոգի էինք։ Գիտես, սաղ ֆունկցիաները ստիպված անում էի ես։ Դրա համար հետո հասկանում ես, դա իր լավ կողմն ունի։ Գիտեք, Ֆրանսիայում կան ժեներալիստ բժիշկներ, չէ, որ դու գնում ես իրանց մոտ, ինքը տարբեր հիվանդություններից, տարբեր բաներից տեղյակ է, մի քիչ, կարող է մի բանից լավ ուժեղ է, մնացածից մի քիչ է տեղյակ։ Ու ինքը քեզ ուղղորդում է սրտաբանի մոտ, չգիտեմ, ատամի բժիշկի մոտ, ինչ-որ ուրիշ մի հատ բանի մոտ, հա, հոգեբանի մոտ, այսինքն ինքը ուղղորդում է մասնագետների, բայց ինքը ամեն ինչից գլոբալ գաղափար ունի։ Դրա համար երբեմն հովիվները այդ ժեներալիստի նման են լինում։ Տարբեր բաներից մի քիչ գաղափար ունեն, որտեվ ուզած-չուզած սկզբում անցել են։ Հիշում եմ, որ քարոզում էի, մեկ էլ միկրոֆոնը անջատվում էր, ասենց վազում գնում էի պուլտի մոտ, միկրոֆոնը միացնում, դզում, նորից գալիս էի, չգիտեմ, հետո մինուսով երգում էինք, փառաբանության թիմ չկար, գործիքներ չկային, գնում մինուսն էի միացնում, անջատում, ասենց ամեն ինչ այն որ ուզած-չուզած սկզբից մինչև վերջի ամենը, բայց հրաշալի է, երբ որ դու տեսնում ես մարմինը սկսում է կազմավորվել եւ մարմնում սկսում են աճել ձեռքեր, ոտքեր, հա, թոքը, սիրտը, չգիտեմ, տարբեր պարգևներ եւ ամեն մեկը անում է իր ֆունկցիան, իր պարգևի մեջ է մտնում եւ դու տեսնում ես պտուղները ավելի տեսանելի են, պտուղները ավելի շատ են լինում, հա։ Հալելույա։ Փառք Տիրոջը մարմնի համար, փառք Տիրոջը պարգևների համար, փառք Տիրոջը իր մտքի համար, ինչպես որ ինքը ստեղծել է եկեղեցին, ինչպես որ ինքը նախագծել է եկեղեցին, սիրելիներ։ Ամեն։ Փառք մեր Աստծուն։ Ես մի քանի բանել եմ ուզում ասեմ ու միասին աղոթելու ենք։ Մեր հոգևոր առաջընթացը նույնպես, ով կարա գա նվագի, կգաս Տիկո ջան։ Մեր հոգևոր առաջընթացը, մեր հոգևոր ձեռքբերումները նույնպես երբեք չպետք է մեզ կուրացնեն, սիրելիներ, մեր կողքինների տկարության հանդեպ, այլ ընդհակառակը։ Երբեմն մենք կարող ենք լինել եկեղեցում, բայց մտածել միայն մեր առաջընթացի մասին։ Գիտես, ես իմ ինչ-որ ծառայություն անեմ, ես իմ ծառայության մեջ լավը երևամ, ես իմ անելիքի մեջ առաջ գնամ, կամ ես հոգևորապես աճեմ ու մյուսներից մի գլուխ բարձր լինեմ, ես ավելի շատ Աստվածաշունչ կարդամ, որ մնացածից շատ բան իմանամ, ես ավելի շատ աղոթքի կյանք ունենամ, որ ցույց տամ, որ մյուսներից ավելի շատ եմ աղոթում, ես ավելի շատ մարդկանց վկայեմ, բերեմ եկեղեցի, որ ցույց տամ, որ ես ավելի շատ եմ ավետարանչություն անում, իմ միջոցով ավելի շատ մարդիկ են փրկվում, հա, այսպես սենց մի բան էլ կարա լինի, որ մենք ուզում ենք, մենք ձգտում ենք առաջ, որը որ լավ բան է, որտեվ Պողոսը Տիմոթեոսին ասում է, թող քո առաջադիմությունը հայտնի լինի բոլորին, շատերին, եւ սա լավ է, երբ որ մեր առաջադիմությունը երևում է, ակնհայտ է եւ տեսնում են, հա, մեր հոգեվոր աճը, մեր ձեռքբերումները, մեր առաջը, սա հրաշալի է, սա օրհնյալ է, իմ աղոթքն է, որպեսզի բոլորս առաջադիմենք, երբ որ Մովսեսին եկան ասին, գիտես, մի քանի հոգի ժողովրդից մարգարեանում է, մենք չթողեցինք, Մովսեսն ասում է, ես ուզում եմ, որպեսզի լավ կլներ, ասում է, որ ամբողջ ժողովուրդը մարգարեանար, այսինքն
Սա իմ աղոթն է, որպեսզի բոլորը հոգևոր աճեն, առաջընթաց ունենան։ Բայց սրա մեջ նույնպես կա վտանգ, որ երբեմն մենք դա անում ենք ուղղակի առանձին փայլելու համար, առանձին աստղ լինելու համար ու ուղղակի մեր փայլը ցույց տալու, մեր փայլը արձակելու։ Հելիս մարմնի մեջ աստղեր չկան, մարմնի մեջ յուրահատուկ փայլողներ չկան եւ պետք չեն։ Քո փայլը կարա Աստծո առաջ երևա։ Քո փայլը կարա ծածուկում Աստծո առաջ երևա, որը որ Աստծո կողմից կլինի գովելի, Աստծո կողմից կլինի գնահատված, բայց եկեղեցու մեջ մենք պետքա ունենանք միաբանության գաղափարը, միաբանության հոգին։ Ամեն։ Լավ է, որ դու առաջադիմում ես, գնա առաջ, ճեղքումներ ունեցի, ձեռքբերումներ ունեցի, պտուղներ ունեցի, բայց թող դա նպաստի եկեղեցու շինության համար, թող դա նպաստի բոլորի օրհնության համար։ Ամեն։ Ոչ թե որ մենք որպես անհատներ փայլենք, որպես անհատներ փառավորվենք ու գիտես երբեմն մենք կարող ենք այնքան կենտրոնացած լինել մեր վրա, որ մենք չնկատենք մեր կողքինների տկարությունները, մեր կողքինների բեռնավորված վիճակները, մեր կողքինների վիրավորված վիճակները, հոգևոր դաշտի, հոգևոր առումով եմ ասում, հա, գիտես կարող են այսինքն չարից, հա, հոգևորապես վիրավորված լինել։ Երբ որ բանակը, գիտես, պատերազմի մեջ է եւ զինվորներից մեկը վիրավորվում է, այնտեղ անտարբեր չեն թողնում իրան ու գնում առաջ։ Գիտես, գալիս են իրան վերցնում են, տանում են ապահով տեղ, վերքը խնամում են, վիրակապ են դնում, որպեսզի ինքը մաքսիմում ապահով լինի եւ բժշկվի, վերականգնվի։ Հիշում եք Հիսուսը պատմեց բարի սամարացու առակը, եկավ անցավ երկու սենց հոգևոր մարդիկ եկան անցան, որոնք որ շատ հոգևոր բաներ էին անում, բայց ուշադրություն չդարձրեցին ընկածի վրա։ Բայց մի անծանոթ մարդ անցնում էր եւ տեսավ ընկածին։ Սամարացին, որոնք որ պիղծ էին համարվում նրանք, Սամարացին անցնում էր եւ տեսավ ընկածին, վերցրեց, տարավ, հոգ տարավ իր համար։ Գիտես, եթե մենք ուրախանում ենք մեր հաջողություններով, բայց սրտացավ չենք մեր կողքինների անկումով, սրտացավ չենք մեր կողքինների կամ անուշադիր ենք մեր կողքինների անկումին, վնասված լինելուն, տկար լինելուն, մեր հաջողությունները մեծ արժեք չունեն սիրելիս։ Համենայն դեպս Աստծո առաջ մեծ արժեք չունի մեր հաջողությունը։ Երբ որ մենք նայում ենք վազքի մրցումները օրինակ, այնտեղ մեծ խումբ է, հա, 15 հոգի, 10 հոգի, 20 հոգի վազում են եւ ամեն մեկը մտածում է իր հաղթանակի համար, որ ինքը առաջինը հասնի այդ վերջնագծին։ Ու գիտես, երբ որ ընթացքում ինչ որ մեկը հետ է անգնում, կամ ինչ որ մեկը միգուցե ոտը ոլորվում է, ընկնում է, ոչ մեկ իրան ուշադրություն չի դարձնում, որովհետև բոլորը կենտրոնացած են ամեն մեկը անհատական, որ ինքը հասնի հաղթանակի գծին, որ ինքը առաջինը հասնի։ Ոչ մեկին չի հետաքրքրում, որ կողքը ինչ որ մեկը իրանից հետ անգե, ինքը ընդհակառակը ուրախանում է։ Որ ինչ որ մեկը իրանից հետ անգել, կամ ինչ որ մեկը ընդհանրապես ոտը կոտրվել է անկել է, ոչ մեկ այդ պահին ուշադրություն չի դարձնում։ Բայց գիտես, եկեղեցու մեջ մենք էլ ենք վազում նպատակին, մենք էլ ենք վազում պսակը վերցնելու, բայց մեր վազքի կանոնները ուրիշ են, սիրելիներ։ Մի տեղել եմ ուզում կարդամ, Եբրայեցիս թղթումը 12-15, Եբրայեցիս 12-15,
ես ժամանակից անցել եմ աղագին։ Վերջին խոսքն ավարտում եմ։ Ժամին չէի նայել ճիշտ ասած։ Եբրայեցիս 12:15 Հալելույա։ Տեսեք ինչ ասում Պողոսը, զգուշ կացեք, որ մեկը հետ մնացող չլինի Աստծո շնորհքից, որ մի դառը արմատ վեր չբուսնի եւ նեղություն տա եւ նրանով շատերը պղծվեն։ Ասма զգուշ մնացեք, որ մեկը հանկարծ Աստծո շնորհքից հետ չմնա։ Զգուշ մնացեք, որ այդ վասկի մեջ հանկարծ մեկը հետ չմնա։ Գիտես, մեր վասկի կանոնները ուրիշ են։ Մենք պետքա զգուշ լինենք, որպեսզի մեր կողքինը հանգարց հետ չմնա։ Մենք պետքա միաբանության մեջ վազենք։ Ամեն։ Ամեն եկեղեցի։ Գիտես, քո պսակը մեկա կա երկնքում, ոչ մեկ չի գողանալու, չի վերցնելու, բայց օգնի, որ կողքինդ էլ հասնի իր պսակին։ Ամեն։ Օգնի, որ են ընկածն էլ հասնի իր պսակին։ Եկեք կանգնենք աղոթքի։ Ես պատգամս չեմ վերջացրել, բայց տարբերակ չունեմ։ Բայց ասեմ իմ մեղքն է չի, ուշ ենք սկսել ծառայությունը։ Ես սովորաբար ներքին ժամացույց ունեմ, որ մոտավոր ճիշտ ժամին ավարտում եմ, բայց այսօր ուշ ենք սկսել։ Նենց որ ես իմ ժամի մեջ եմ, ժողովուրդ ջան։ Հալելույա, փառք մեր Աստծուն։ Գիտես, Հիսուսը աղոթեց մեր միաբանության համար։ Հիսուսի վերջին աղոթքը սա էր. Հայր, աղոթում եմ, որ նրանք մեկ լինեն, ինչպես ես քո մեջ եմ, դու իմ մեջ ես, աղոթում եմ, որ նրանք էլ, մենք էլ, աղոթում եմ, որ նրանք էլ մեր մեջ մեկ լինեն։ Սա Հիսուսի վերջին աղոթն էր։ Հիսուսը մեզ համար, ամեն մեկիս համար, մեր եկեղեցու համար աղոթք է բարձրացրել Գողգոթայից առաջ, որպեսզի մենք մեկ լինենք։ Հալելույա։ Սիրելի Հայր, օրհնում ենք քեզ եւ ողջ փառքը տալիս ենք քեզ Տեր։ Շնորհակալ ենք միաբանության հոգուտ համար, որ մեր մեջ է, մեզանում գործում է եւ մեզ առաջնորդում է։ Տեր, մենք աղոթում ենք եկեղեցու մեջ ավելի զորավոր միաբանության հոգի թող արձակվի։ Տեր, մենք աղոթում ենք ընտանիքների մեջ միաբանության հոգի թող արձակվի։ Փոխհարաբերությունների մեջ միաբանության հոգի թող արձակվի։ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով օրհնիր ամեն մեկին, ամեն մեկի օրը եւ շաբաթը Տեր, զորացրա եւ հաստատի քո մեջ։ Շնորհակալ ենք Հայր, Հիսուսի փառավոր ու մեծ անունով աղոթեցինք։ Ամեն։ Ամեն։ Տերը օրհնի ձեզ, օրհնի ամեն մեկիդ օրհնված ու հաղթական շաբաթ սիրելիս քեզ։